Գաղտնիքների գիրքը կիրառել է գիտության դժվարին մեթոդները, գրավոր կերպով հաստատելու երկրի վերջը։ Երկրի վերջի պատճառը մեր արեգակնային համակարգ մտնող ամենամեծ կիսաստղ մոլորակն է 2031 թվականին գումարած կամ հանած 1 ով։ Գաղտնիքների գրքի նպատակն է յուրաքանչյուրին հնարավորություն տալ սովորել հիմնական հրահանգները, նախքան երկիրը լքելը։ Կրոնը խրախուսում է գրավոր խոսքի ուսումնասիրությունն ու տարածումը, չնայած հետազոտությունը գնահատել է դրա սկիզբը, միջին մասը ավարտը, որը նկարագրում է հին երկիրը, փոխարինվել է նոր երկրով։ Առնչվող ֆիզիկան պահանջեց գիտության դժվարին առարկաների ներգրավում, գրավոր խոսքում հանդիպող աղետալի իրադարձության պատճառ հանդիսացող օբյեկտը բացահայտելու հաստատելու համար։ Այս պատճառով դա պետք է լինի առաջնային մտահոգության առարկա, քանի որ շատերը կիսում են այն զգացողությունը, որ ինչ-որ բան այն չէ, գրավոր խոսքը տեղեկատվություն է տրամադրում այն մասին, թե երբ որևէ մեկը կարող է իմանալ, թե երբ է դա մոտ։ Սա այն օրն է, երբ 3 Atlas կիսաստղը կգտնվի երկրին 140 միլիոն մղոն զուգահեռ, Մարսի, Վեներայի վրայով անցնելուց հետո, ներկայումս գտնվում է Արեգակի հետում, երկրի տեսադաշտից դուրս։ Սա այն օրն է, երբ մարդկությունը ականատես է լինում խաչմերուկին, որը նկարագրվում է մեկ նախադամական բառով, որը բոլորը հասկանում են, այդպիսով սկսվում է գրավոր խոսքում նկարագրված ժամանակաշրջանը, որպես հազարամյա թագավորության ավարտ մի փոքր ժամանակաշրջանի սկիզբ։ Գաղտնիքների գրքի հետազոտությունը հիմնված է գրավոր խոսքի վրա, որը կիսում են կրոնների բազմաթիվ տարբերակներ, տրամադրում է ցանկացած մարդու համար հասանելի ռեսուրս, ցույց տալու համար, որ այն հայտնի է եղել գրվել է ավելի քան 1000 տարի առաջ։ Հնագույն ժամանակների մասին գրառումները վերցված են թագավորական կայսերական կառավարող ընտանիքներից, որոնք վերապրել են ջրհեղեղը, որը կյանքը լցրել էր ծովերը, երկրի վրա թողնելով միայն բուրգեր, որպես իրենց կառուցածի ապացույց։ Պարունակությունը թարգմանված է նախադամական ընտանիքների բանավոր պատմությունից, որոնք ականատես են եղել ջրհեղեղից առաջ, ընթացքում վերապրել են իրադարձությունները։ Նրա նախնու մասին հիշատակվում է գրավոր խոսքում հայտնի է Կայենին, ով վախենում էր, որ իրեն կգտնեն կսպանեն։ Նա ունի գավազանն ու իշխանական գավազանը, ինչպես նկարագրված է գրավոր խոսքում, մնացորդը նրա հետ կլինի մինչ Սիլոհի գալը։ Կանչված է Եսայայի նկարագրած Արարիչ Աստծո կողմից իրականացնելու իր ծրագիրը մարդկությանը արդար նախազգուշացում տալու նախքան վերջի սկսվելը։ Նա դահիճների տոհմի ժառանգորդ է, նրա նպատակն է բոլոր դատվողներին նետել կրակի լճի մեջ։